ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Իսլամաբադում է մեկնարկել են ամերիկա-իրանյան պատվիրակությունների միջև բանակցությունները։ Հիքմեթ Հաջիևը խաղաղության կամուրջ նախաձեռնության շրջանակում Գաբալայում հանդիպել է Հայաստանի քաղաքահասարակության ներկայացուցիչների հետ։ Ադրբեջանը 887 տոննա դիզելային վառելիք է ուղարկել Հայաստան։ Ուժեղ Հայաստանի աջակիցների հանրահավաքը Ազատության հրապարակում։ Դիլիջանում Green Rock ընկերության կողմից տեղադրվել եւ գործարկվել է օդի որակի մոնիթորինգի նոր կայան։ Կրակոցներ Էջմիածնի գլխավոր հրապարակում դեպքի վայրում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ։ Միմյանց են բախվել մարդատար մեքենան եւ ներքին գործերի նախարարության ավտոբուսը, մեկ մարդ մահացել է, 12-ը տուժել։ Շիրակի մարզում վթարի հետևանքով տուժած երեխաների վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Երուսաղեմում սրբազան կրակն իջավ Սուրբ Հարության տաճարում։ Բարի երեկո, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Իրանյան պատվիրակության ներկայացուցիչները Պակիստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ այսօր մատնանշել են իրենց կարմիր գծերը։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն էլ Պակիստան մեկնելուց առաջ հույս է հայտնել, որ բանակցությունները կառուցողական բնույթ կունենան։ Նա նշել է, որ ամերիկյան պատվիրակությունը գործում է երկրի ղեկավարությունից ստացած հստակ հանձնականների շրջանակում եւ պատրաստ է երկխոսության Իրանի կողմից բարեխիղճ մոտեցման պայմանով։ ԱՄՆ եւ Իրանի պատվիրակությունների միջև Պակիստանի միջնորդությամբ Իսլամաբադում ընթացող բանակցությունները միտված են Մերձավոր Արևելքում կայուն խաղաղության հաստատմանը։ Թրամփը սպառնացել է վերսկսել հարվածները Իրանին, եթե բանակցությունները տապալվեն։ Իրանական կողմը բանակցություններին մասնակցելու համար 86 հոգանոց կազմով է ժամանել Իսլամաբադ։ Պատվիրակության կազմում են նաև փորձագետներ, անվտանգության աշխատակիցներ, լրագրողներ։ Պատվիրակությունը գլխավորում է Իրանի խորհրդանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բագեր Ղալիբաֆը։ Բանակցողների թվում են նաև Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Ղալիբաֆը սոցցանցի իր էջում այս թռիչքի ուղեկիցները գրությամբ լուսանկարներ է հրապարակել։ Իրանի պատվիրակության ինքնաթիռում դրված են եղել Մինաբի դպրոցում զոհված աշակերտների լուսանկարները։ Իրանի խորհրդանի խոսնակը հարգանքի տուրք է մատուցել ԱՄՆ Իսրայելի կողմից իրականացված հարվածի հետևանքով զոհված 168 աշակերտների հիշատակին։ Իսլամաբադ ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի գլխավորած ամերիկյան պատվիրակության կազմում են հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆը, Ջարեդ Քուշները։ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ Իրանը թուլություն է զգում եւ կշարունակի ճնշում գործադրել նախագահ Դոնալդ Թրամփի վրա, քանի դեռ նրանից զիջումներ չի կորզել։ Թրամփն ակնհայտորեն փորձում է ելք գտնել ստեղծված իրավիճակից եւ Իրանը զգում է նրա թուլությունը։ Նրանք կշարունակեն ճնշում գործադրել այնքան ժամանակ, մինչեւ չտեսնեն, թե որքան հեռու կարող են գնալ։ Ըստ փորձագետների Իսլամաբադում նախատեսված դեմ առ դեմ բանակցություններից առաջ իրանական կողմը կփորձի հասկանալ, թե ինչի կարող են հասնել ստիպելով Թրամփին զիջումների գնալ։ Իրանը գրեթե բոլոր խաղաքարտերը իր ձեռքում է պահում, նրանք շատ ուժեղ դիրքում են, փակելով Հորմուզի նեղուցը նրանք կարող են ապակայունացնել համաշխարհային տնտեսությունը։ Ճնշման լծակը չափազանց մեծ է։ Դոնալդ Թրամփը չի կարող բարձրանալ էսկալացիայի սանդուղքով։ Իրանը յուրաքանչյուր փուլում կարող է հաղթել նրան։ Բանակցային գործընթացի ֆոնին Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կվերսկսի իր ռազմական գործողությունները ավելի մեծ ինտենսիվությամբ, եթե խաղաղության համաձայնագիրը չկնքվի։ Երկուսն էլ փորձում են ուժի դիրքերից բանակցություններին մասնակցել, բայց հավանականությունը մեծ է, որ կգան որոշակի համաձայնություններ։ Ամեն դեպքում այդ համաձայնությունները լինեն են ժամանակավոր։ Բնականաբար ամերիկյան կողմն ավելի ուժեղ դիրքերից, դեռ որևէ խնդիր չկա։ Պետք է հասկանանք, Իրանում նախտնտեսական իրավիճակը խայտարակված է։ Երկրորդ հերթին Իրանին տրամադրելու բանակցությունների գործիքակազմը ավելի շատ ամերիկացիների ձեռքում է։ 6 միլիարդ իրանք ապասառեցրեցին, բայց Իրանը բավականին լուրջ միջոցներ ունի սառեցված այս պայդրությամբ։ Ռազմական առումով էլ գերակշռությունը ամերիկյան կողմին։ Իրանի խորհրդանի խոսնակն իր հերթին հայտնել է, որ Թեհրանը համապատասխանաբար կպատասխանի, եթե Վաշինգտոնը խաբի Իսլամաբադում կայանալիք բանակցությունների ժամանակ։
Առաջիկա բանակցություններում, եթե ամերիկյան կողմը պատրաստ լինի իրական համաձայնության եւ իրանցի ժողովրդի իրավունքները հարգի, նույնն անելու պատրաստակամություն նաեւ մենք կունենանք։ ԱՄՆ-Իրան բանակցություններից առաջ Իրանում բնակչությունը զանգվածային հանրահավաքներով իր աջակցությունն է հայտնում երկրի իշխանություններին եւ զինված ուժերին։ Ըստ միջազգային լրատվամիջոցների, բազմաթիվ իրանցիներ թերհավատորեն են վերաբերում ԱՄՆ-ի Իրանի միջև ձեռք բերված համաձայնությանը եւ շարունակում են իրենց աջակցությունը հայտնել պետությանը։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ի էջում կատարված գրառման մեջ նշել է, որ քննարկվել են Մերձավոր Արևելքում, Ուկրաինայում ստեղծված իրավիճակին եւ Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր։ Զրուցակիցները կոչ են արել հարգել եւ պահպանել հրադադարը Լիբանանում, ապահովել Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունը եւ կարեւորել խնդրի դիվանագիտական լուծման անհրաժեշտությունը։ Մակրոնը նաեւ նշել է, որ Երևանում կայանալիք եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի համատեքստում վերահաստատում է Ֆրանսիայի աջակցությունը խաղաղության գործընթացին, որը նպատակ ունի նպաստել բաց սահմաններին եւ Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության զարգացմանը։ Իրանից Հայաստանի տարածքով եւս 312 հնդիկ ձկնորս է տաշհանվել Հնդկաստան։ Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարը այդ մասին X-ում կատարած գրառման մեջ շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը ու արտգործնախարար Արարատ Միրզոյանին։ Եվս 312 հնդիկ ձկնորսներ Իրանից Հայաստանի տարածքով անվտանգ տարհանվել են Հնդկաստան։ Դա հնարավոր դարձնելու համար շնորհակալ եմ Հայաստանի կառավարությանը եւ իմ ընկերոջը Արարատ Միրզոյանին։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը իր հերթին պատասխանել է Հնդկաստանի արտգործնախարարի X-ում կատարած գրառմանը։ Իմ սիրելի ընկեր, Հայաստանի եւ Հնդկաստանի միջև բարեկամությունը միշտ էլ ամուր է եղել, այդ թվում ճգնաժամի ժամանակ, եւ ես վստահ եմ, որ մենք դեռ ականատես կլինենք այս գործընկերության բազմաթիվ դրսևորումների։ Խաղաղության կամուրջ նախաձեռնության շրջանակում ադրբեջանական Գաբալա քաղաքում կայացել է Ադրբեջանի նախագահի օգնական նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի վարիչ Հիկմեթ Հաջիևի հանդիպումը Ադրբեջանի եւ Հայաստանի քաղաքասարակության ներկայացուցիչների հետ։ Մասնակիցների հետ կլոր սեղան ձևաչափով անցկացված մտքերի փոխանակումից հետո Հաջիևը պատասխանել է նաեւ հայկական պատվիրակության հարցերին։ Նա վստահեցրել է, որ Ադրբեջանը հավատարիմ է Վաշինգտոնյան գագաթնաժողովի ոգուն եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև համաձայնեցված խաղաղության օրակարգին։ Դրանից բացի խոսվել է նաեւ երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների ձևավորման եւ Ադրբեջանից Հայաստան ապրանքների տարանցիկ անցման ապահովման մասին։ Նշվել է նաեւ, որ TRIP նախագծի իրականացումը կնպաստի տրանսպորտային պատկերի փոփոխությանը ու մթնոլորտի առողջացմանը տարածաշրջանում։ Խոսելով Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության օրակարգի շուրջ ընթացող բանակցությունների մասին, Հաջիևը կարևորել է քաղաքացիական հասարակությունների միջև փոխվստահության եւ գործընթացին միտված նմանատիպ շփումների կարևորությունը։ Նախագահի օգնականը նշել է, որ նոր գլոբալ ցնցումների եւ պատերազմների ֆոնին Հարավային Կովկասում խաղաղության եւ անվտանգության ապահովումը ունի առանձնահատուկ կարևորություն։ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակ։ Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ այսօր Ադրբեջանից Հայաստան է ուղևորվել 887 տոննա տարողությամբ 15 վագոն դիզվառելիք։ Ընդհանուր առմամբ մինչև օրս Ադրբեջանից վերջին խմբաքանակը ներառյալ Հայաստան է մատակարարվել 6312 տոննա դիզվառելիք եւ ընդհանուր 3934 տոննա բենզին։ Տերունական աղոթքով եւ Հայաստանի օրհներգով է մեկնարկել ուժեղ Հայաստան կուսակցության ազատության հրապարակում հրավիրված այսօրվա հանրահավաքը։ Այնուհետև ներկայացվել է Սամվել Կարապետյանի Հայաստանի քաղաքացիներին ուղղված տեսաուղերձը։ Ազատության հրապարակում մթնոլորտ աշխուժ է եղել, հնչել են ազգային երգեր, բարձրացվել են պաստառներ, հաջակցություն Սամվել Կարապետյանի, ուժեղ Հայաստան կուսակցությունը որդեգրել է նոր ուժերի հետ համագործակցելու եւ դաշինք կազմելու ռազմավարությունը։ Հրապարակը վանկարկում է։
Ազդարարում ենք մեր երկրի շրջադարձային փոփոխությունների սկիզբը, Ազատության հրապարակի հարթակից հայտարարում է Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ Ասում է ճիշտ 10 ամիս առաջ, երբ Սամվել Կարապետյանի հետ մայրաթոր Սուրբ Էջմիածնում էին, պատկերացնել մտքի ծայրով անգամ անցկացնել չէր կարող, որ այսօր, իր խոսքով, տասնյակ հազարավոր հայրենակիցների հետ այստեղ է լինելու։ Մեզ առաջնորդել է նախախնամությունը, եւ մենք ենթարկվելով նրան, արել ենք եւ անում ենք ամեն ինչ, որպեսզի բերենք այդ փոփոխությունը, որը մեզ այդքան պետք է։ Ուժեղ Հայաստանը գալով իշխանության առաջնահերթ կփոխի պետության վերաբերմունքը մեր ընտանիքների նկատմամբ։ Ընտրությունից ընտրություն չի, որ բաշխվելու է պետության կողմից փշրանքներ սեփական ժողովրդին։ Աղքատությունը վերջ դնելու համար Հայաստան վերջապես հոսելու է միլիարդավոր դոլարների իրական ներդրումներ, իրական ներդրողներից։ Հրապարակում հավաքված բազմությունը ոգևորությամբ է արձագանքում Ուժեղ Հայաստանի խոստմանը։ Հայ մարդը պարապ չի մնալու, աշխատելու է եւ լավ է ապրելու։ Սրա համար իհարկե ժամանակ քրտնաջան աշխատանք կպահանջվի, նշում է Նարեկ Կարապետյանը։ Ես վստահ եմ, որ հայկական ամենամեծ կազմակերպություն ստեղծած անձնավորությունը Սամվել Կարապետյանը իր առաջնորդությամբ մեզ կբերի հաղթական այն կետին, երբ մենք հաղթած կլինենք աղքատությանը եւ կունենանք բարեկեցիկ երկիր։ Եվ ահա 7-ամսյա կալանավորումից հետո Ուժեղ Հայաստան կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանն առաջին անգամ տեսաուղերձով դիմում է հանրությանը։ Ասում է Հայաստանը դարձնելու են բարեկեցության երկիր, բոլոր խոստումների իրականացումը երաշխավորում է անձամբ։ Մեր հաղթանակի եւ իմ կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելով գալիք սեպտեմբերը եւ դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու։ Սիրելի հայրենակիցներ, մի հուսահատվեք, Հայաստանը կարող է եւ պետք է լինի ուժեղ, եւ մենք հասնելու ենք մնայուն ու իրական խաղաղության։ Մենք թույլ խաղաղությունը փոխարինելու ենք ուժեղ խաղաղությամբ, ուժեղ դիվանագիտության շնորհիվ։ Մենք այլևս թույլ չենք լինելու։ Ուժեղ ենք լինելու եւ Մոսկվայում, եւ Վաշինգտոնում, եւ Լոնդոնում, շարունակում է Կարապետյանն ու հավելում, փոփոխությունը սկսում է ժողովուրդը, ինքն էլ այն դարձնում իրականություն։ Էդուարդ Պողոսյան, Ժամ լրատվական։ Արմենիայում լրատվական երեկոն շարունակվում է եւ կհանդիպենք քիչ անց։ Դիլիջանում Green Rock ընկերության կողմից տեղադրվել եւ գործարկվել է օդի որակի մոնիթորինգի նոր կայան։ Կրակոցներ Էջմիածնի գլխավոր հրապարակում դեպքի վայրում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ։ Միմյանց են բախվել մարդատար մեքենան եւ ներքին գործերի նախարարության ավտոբուսը, մեկ մարդ մահացել է, 12-ը տուժել։ Շիրակի մարզում վթարի հետևանքով տուժած երեխաների վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Երուսաղեմում սրբազան կրակն իջավ Սուրբ Հարության տաճարում։ Շարունակում ենք թողարկումը։ Վլադիմիր Պուտինի կողմից Զատկի տոնի կապակցությամբ հայտարարված հրադադարը ուժի մեջ է մտել եւ կտևի 32 ժամ Ուկրաինան միացել է նախաձեռնությանը։ Իդեպ այսօր Ռուսաստանն ու Ուկրաինան 175-ի դիմաց բանաձևով նաեւ ռազմագերիների փոխանակում են իրականացրել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնելով այս մասին տեղեկացրել է, որ ռուսաստանցի զինծառայողներ այս պահին Բելարուսի տարածքում են, որտեղ նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական եւ հոգեբանական օգնություն։ Հետագայում նրանք տեղափոխվելու են Ռուսաստան պաշտպանության նախարարության հաստատություններում բուժվելու եւ վերականգնվելու համար։ Ռուս-ուկրաինական հակամարտությունը չի կարող լուծվել առանց Ռուսաստանի համաշ անվտանգության երաշխիքների, այս մասին հայտարարել է Սերգեյ Լավրովը, նրա խոսքով եվրոպական կողմը ցանկանում է տեղ գտնել բանակցությունների սեղանի շուրջ։ Այժմ, երբ քաղաքական դիվանագիտական կարգավորման հեռանկար է նկատվում, Եվրամիությունը խոսում է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու անհրաժեշտության մասին, որպես խաղաղ կարգավորման հիմնական բաղադրիչ, եւ դա բավարար չէ։
Լիբանանի հյուսիսում գտնվող Ալ-Քա քաղաքում Քրիստոսի 16 մետրանոց արձան է կանգնեցվել Խաչի լեռ կոչվող բարձունքի վրա տեղադրված եւ Բեքայի հարթավայրին ու Սիրիայի սահմանին նայող արձանը տարածաշրջանի ամենախոշոր կրոնական հուշարձաններից է։ Հիմնականում քրիստոնյաներով բնակեցված քաղաքը նախկինում ենթարկվել է հարձակումների իսլամական պետություն ծայրահեղական խմբավորման կողմից։ 16 մետր բարձրությամբ արձանի կառուցման համար օգտագործվել է ավելի քան 3 տոննա պողպատ, տեղացիները հույս ունեն, որ արձանը կդառնա ուխտագնացության և կրոնական զբոսաշրջության կարևոր վայր։ Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում սկսվել է Սրբազան կրակի հայտնության արարողությունը, Սուրբ Հարության տաճարի դռները բացվել են Սուրբ Լույսի արարողությանը մասնակցելու նպատակով Երուսաղեմ ժամանած ուխտավորների առջև։ Նախքան արարողության սկիզբը տաճարը ավանդաբար փակվում է և կնքվում է, իսկ ներսում գտնվող բոլոր սենյակները մանրակրկիտ ստուգվում են համոզվելու համար, որ կրակի որևէ արհեստական աղբյուր չկա։ Դռների բացվելուն պես հավատացյալները սկսել են ներս մտնել, իսկ այնտեղից դուրս են թռել խաղաղության խորհրդանիշ աղավնիները։ Վերադառնանք մեր խնդիրներին, կրակոցներ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի գլխավոր հրապարակում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկացմամբ դեպքի վայրում հայտնաբերվել է էլեկտրամոբիլ, որի վրա առկա են եղել կրակոցների բազմաթիվ հետքեր։ Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև ինքնաձիգի կրակված պարկուճներ։ Ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ վաղարշապատում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած անձինք չկան, տեղում գտնված համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 անձի։ Շրջանառվող լուրերի Արմավիրի հնչած կրակոցների պատճառը երկու կլանների միջև եղած ներքին կոնֆլիկտներն են եղել։ Այսօր առավոտյան ողբերգական ելքով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում Քուչակ ապարան ճանապարհին Նիսան Մակնիշի մեքենան դուրս գալով հանդիպակաց երթևեկելու գոտի բախվել է ոստիկանների տեղափոխող Հոնդա Մակնիշի ավտոբուսին։ Վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, 12-ը տարբեր աստիճանի մամնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկացմամբ ոստիկանության գվարդիայի կողմից շահագործվող ավտոբուսը հաշվառված է ներքին գործերի նախարարության հաշվեկշռում։ Ավելի ուշ լուր ստացվեց, որ բժշկական կենտրոն տեղափոխված բոլոր 12 քաղաքացիներն էլ դուրս են գրվել հիվանդանոցից։ Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտ տեղի ունեցած խոշոր վթարից տուժած երեխաների վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Տեղեկությունը Սպուտնիկ Արմենիային հայտնել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատերյանը։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ վթարից տուժած 1 և 3 տարեկան տղաների վիճակը ծայրահեղ ծանր է։ Նրանք միացված են արհեստական շնչառության սարքին, իսկ 8 տարեկան աղջկա առողջական վիճակը գնահատվում է ծանր։ Հիշեցնենք, ապրիլի 10-ին Արմավիր Գյումրի ճանապարհին բախվել են BMW և Opel Մակնիշի մեքենաները, ինչի հետևանքով BMW-ն դուրս է եկել երթևեկելու գոտուց և շրջվել։ Վթարի հետևանքով 6 մարդ էր մահացել, որոնցից 2-ը երեխա։ Տուժածներից 5-ն էլ հոսպիտալացվել են։ Փոխել մարդկանց կյանքը, զարգացնելով քաղաքի տնտեսությունը, Green Rock-ը դեռ անցյալ տարի է հայտարարել Դիլիջանում իրագործվելիք համալիր նախագծերի մասին, որոնք տարածաշրջան էին ներգրավելու ավելի քան $160 միլիոն ներդրումներ։ Ընկերությունը Դիլիջանում ստեղծել է զբոսաշրջային, բնակելի և կրթական նախագծերի էկո համակարգ, որն ուղղված է տարածաշրջանի կայուն զարգացմանը։ Այսօր Դիլիջան քաղաքը զարգացման նոր փուլ է ապրում որպես կրթական կենտրոն, զբոսաշրջային կլաստեր և մշակութային նախաձեռնությունների հարթակ։ Առավել հաճախ այս փոփոխությունների շարժիչ ուժ են դառնում պետության, բիզնեսի, հասարակական հատվածի և դոնորների ջանքերը համախմբող մասնավոր հիմնադրամները։ Դիլիջանում Green Rock ընկերության կողմից տեղադրվել և գործարկվել է օդի որակի մոնիթորինգի նոր կայան։ IQ Air հարթակում գործող կայանը իրական ժամանակում ապահովում է տվյալների գլոբալ հասանելիություն։ Մշտադիտարկման նոր համակարգը հնարավորություն է տալիս ոչ միայն բացահայտել օդի աղտոտման հնարավոր օջախները, այլև գնահատել իրականացվող բնապահպանական միջոցառումների արդյունավետությունը, նպաստելով քաղաքի առավել խելամիտ զարգացմանը։ Ընկերությունը Դիլիջանում իրականացնում է
ինչպես առևտրային, այնպես էլ սոցիալական, զբոսաշրջության խթանմանը եւ բնակչության կյանքի որակի բարձրացմանը ուղղված ծրագրեր։ Green Rock-ի ներկայացուցիչների փոխանցմամբ նախաձեռնությունները միտված են առողջ եւ կայուն քաղաքային միջավայրի ձևավորմանը։ Առաջիկայում նախատեսվում է նաեւ մոնիթորինգային կայանների ցանցի ընդլայնում քաղաքի տարբեր հատվածներում։ Ընկերությունում նշում են, որ շարունակական մշտադիտարկումները վկայում են հիմնականում դրական դինամիկայի մասին։ Առաջին քայլեր, որը որ Green Rock ընկերությունը կատարեց, քանի որ մեր բոլոր նախագծերը իրականանում են Դիլիջանում եւ մեզ համար շատ կարեւոր է, որ մենք կարողանանք մշտապես հսկել իրավիճակը եւ ձեռնարկել համապատասխան գործողություններ, եթե նկատենք որևէ փոփոխություններ օդի աղտոտվածության մեջ։ Լեռներով շրջապատված Դիլիջանը, որը հաճախ անվանում են Փոքր Շվեյցարիա, վերջին շրջանում աչքի է ընկնում նաեւ միջազգային հարթակում գրանցած հաջողություններով։ Քաղաքը առաջին անգամ առաջադրվել է World Travel Awards 2026 հեղինակավոր մրցանակաբաշխության Europe's Leading Emerging Tourist Destination 2026 անվանակարգում։ Ընկերությունում համոզված են, հնարավոր հաղթանակը կարող է խթանել ներդրումային հետաքրքրությունը եւ նոր ֆինանսական հոսքեր ուղղել տարածաշրջանի զարգացմանը։ Մեր ընկերության մասնագետները Դիլիջանի խոշորացված համայնքի հետ համատեղ ձևավորել են Դիլիջանի քաղաքային կերպարի ձևավորման հայեցակարգը, որի շրջանակներում մենք անդրադարձել ենք Դիլիջանի ինչպես արտաքին կերպարի գեղեցկության վրա, այնպես էլ ենթակառուցվածքների զարգացման, կենսոլորտային միջավայրի պահպանության եւ բնության պահպանության հարցերին։ Դիլիջանը շարունակում է ամրապնդել իր դիրքը որպես կայուն զարգացման եւ զբոսաշրջության նոր ձևաչափերի առաջատար ուղղություն, համադրելով բնապահպանական պատասխանատվությունը ու միջազգային ճանաչելիությունը։ Դավիթ Թադևոսյան, Վահրամ Ավոյան, ժամը լրատվական։ Այսօր օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում տեղի ունեցել ուսում Fest 2026 կրթական փառատոն։ Միայն մեկ օրում մասնակիցներին հնարավորություն է ընձեռվել շփվել առաջատար դպրոցների եւ բուհերի ներկայացուցիչների հետ, ստանալ անհատական խորհրդատվություն, ծանոթանալ բրիտանական եւ ամերիկյան կրթական ծրագրերին եւ բացահայտել նոր մասնագիտություններ։ Երևանի սրտում օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում տեղի ունեցավ կրթական տարվա ամենակարևոր իրադարձություններից մեկը։ Ուսում Fest 2026-ը բացառիկ կրթական էքսպոն նույն հարկի տակ էր մեկտեղել առաջատար ուսումնական հաստատություններին եւ ապագա սովորողներին ստեղծելով վստահելի ու արդյունավետ միջավայր անմիջական շփման եւ կարևոր որոշումների կայացման համար։ Ուսում Fest-ը սա մի հարթակ է, որը միավորեց փաստացի Հայաստանում գտնվող լավագույն կրթական հաստատություններին, լավագույն դպրոցներին, այստեղ ներկայացված են եւ ամերիկյան եւ անգլիական լավագույն դպրոցական ծրագրերը։ Այստեղ ներկայացված են բազում ծրագրեր՝ ավիացիոն, բժշկական, IT, բիզնեսի, տեխնիկական, ճարտարապետության եւ այլն։ Դիմորդներին ու նրանց ծնողներին հնարավորություն էր ընձեռվել տեղում ծանոթանալու տարբեր կրթական ծրագրերին, ընդունելության պայմաններին, ինչպես նաեւ հենց իրենցից կրթական հաստատությունների ներկայացուցիչներից ստանալ իրենց հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները։ Շատ կարևորում ենք ուսանողներին ոչ միայն պատրաստել աշխարհի մարտահրավերներին, այլև շարունակել պահպանել այդ ճանաչողական հմտություններ փոխանցելու ավանդական մասը, այսինքն բարձրագույն կրթության հիմնական բաղադրիչին շարունակում ենք ուշադրություն դարձնել։ Երիտասարդների համար սա բացառիկ հնարավորություն է մեկ վայրում ստանալ ամբողջական պատկեր սկսած դպրոցներից մինչև կրթական համալսարաններ ու մասնագիտական կրթական ծրագրեր։ Հանդես են գալիս երկու ծրագրով։ Վետ դպրոցի ծրագիրն է, որը ունի 3 ուղղվածություն, խոհարարություն, հյուրանոցային սերվիս եւ ռեստորանային սերվիս։ Ուզում ենք շատ մասնակցենք այսպիսի միջոցառումների, որպեսզի կրթական ոլորտը ավելի հասանելի դարձնենք բոլորի համար ու ինֆորմացիան ավելի հասանելի լինի։ Կրթական շղթանքը շատ լայն է, որտեղ ներկայացված են հայաստանյան լավագույն դպրոցները, օրինակ CIS-ը, ամերիկյան վիրտուալ ակադեմիան, ինչպես նաև ակադեմիաներ, քոլեջներ եւ իհարկե բուհեր, որտեղ կարող են իրենց կրթությունը շարունակել բակալավրիատական, մագիստրոսական եւ ինչի՞ չէ նաև ասպիրանտուրական ծրագրերի համար։ Էքսպոին արդեն միացել են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մի շարք հեղինակավոր հաստատություններ, առաջարկելով լայն հնարավորություններ հայ երիտասարդների համար։ Ուսում Fest 2026-ը խոստանում է դառնալ կրթական հնարավորությունների եւ ապագայի ընտրության կարևորագույն հարթակը Հայաստանում։ Քնարիկ Պետրոսյան, Գրիգոր Հովսեփյան, ժամը լրատվական։
Այս օրերին անցկացվում է Leasing Expo 2026 ցուցահանդեսը, այնտեղի ունենում արդեն 4-րդ տարին Expo-ին Արարատ բանկը հանդես է եկել իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին ուղղված հատուկ առաջարկով վերականգնվող էներգիայի աղբյուրներից էլեկտրաէներգիա ստանալու եւ էներգաարդյունավետ սարքավորումների լիզինգ։ Իդեպ Expo-ն կշարունակվի նաեւ վաղը։ Leasing Expo 2026-ում Արարատ բանկի այս տաղավարում այցելուները ստանում են լիզինգի վերաբերյալ խորհրդատվություն։ Բանկն այստեղ հատուկ առաջարկ ունի շահավետ պայմաններով լիզինգ իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի համար, ովքեր վերականգնվող էներգիայի աղբյուրներից էլեկտրաէներգիա ստանալու եւ էներգաարդյունավետ սարքավորումներ ձեռք բերելու նպատակ ունեն։ Առաջարկ իրենից ներկայացնում է ՀՀ դրամով լիզինգներ սկսված 8.9%-ից, որը սուբսիդավորման արդյունքում դառնում է 0.9%։ Արարատ բանկը շարունակում է Եվրամիությունը բիզնեսի համար ծրագրով ներկայացնել լիզինգի համար գրավիչ պայմաններ, մարման ժամկետը մինչև 10 տարի, կա նաև քեշբեք մինչև 35% հետ ստանալու հնարավորությամբ, 15%-ը նպատակային օգտագործմամբ տեղադրված լիզինգի արժեքի ամբողջ չափով, մյուս մասը մինչև 20%-ն արդեն Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար է։ Լիզինգի առարկա կարող են հանդիսանալ տրանսպորտային միջոցները, արևային վահանակները, մարտկոցները, կուտակիչները, սարքերը եւ սարքավորումները, նաեւ ֆինանսավորվում է կանաչ շինարարությունը, բացառությամբ բազմաբնակարան շենքերի։ Արցախցի Ալյոշա Զաքարյանը մեղվաբույծ է շահառուներից մեկը։ Արարատ բանկի հետ շատ հեշտ ստացվեց աշխատելը, տղաների հետ շատ օպերատիվ եւ արագ ամեն ինչ կարողացանք կազմակերպել եւ ավելի արագ է ստացվում։ Արարատ բանկի այս առաջարկից իդեպ կարող են օգտվել նաև այն բիզնեսները, որոնք չեն համապատասխանում արդեն իսկ սահմանված չափանիշներին, սակայն նախատեսում են հիմնել արտադրություն կամ մատուցել ծառայություններ։ Էդուարդ Պողոսյան, Գրիգոր Հովսեփյան, ժամը լրատվական։ Արմենիայի ուղիղ եթերում լրահոսը սպառված է, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։